Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Աստված բոլոր բարիքների աղբյուրն է։ Հայտնի է, որ գորշ եղանակն ազդում է մարդկանց տրամադրության վրա։ Մառախլապատ ու անպամած օրերին մենք կարող ենք մեզ հոգնած ու ընկճված զգալ, լինել անդրամադիր և գործելու համար ոչ պատրաստակամ։ Սիրելի՛ բարեկամ, նման զգացողություն կարող է ունենալ յուրաքանչյուր ոք։ Սակայն այն մարդկանց համար, որոնք Տեր Աստծու փրկագնված զավակներն են, նման իրողությունը կարող է հիմնովին փոխել իր ազդեցությունը։ Մենք՝ Քրիստոսին հավատացողներս, գիտենք, որ Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, Իր արդարությամբ պայծառ արեգակի նման միշտ փայլատակում է մեր կյանք այցելած յուրաքանչյուր սև ու մութ ամպերի հետևից։ Եթե մենք Տեր Աստծու մեջ ենք, ապա մռայլությամբ շրջապատվելու և անհիմն քաջալերանքներով ու սուտ խանդավառության փորձերով մխիթարվելու փոխարեն Տիրոջ շնորհիվ կարող ենք պահպանել մեր իրական ուրախությունը։ Մի այսպիսի խոսք եմ լսել, որ մենք ավելի շուտ կանչված ենք ջերմակայունացուցիչ (թերմոստատ) քրիստոնյաներ լինելու, քան ջերմաչափիչ քրիստոնյաներ լինելու համար։ Այլ կերպ ասած, մենք պետք է ազդենք մեր միջավայրի ջերմաստիճանի հաստատման վրա, այլ ոչ թե պարզապես արտացոլենք, ջերմաչափենք գոյություն ունեցող ջերմաստիճանը։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ջերմակայունացնող դեր ունենա իր ազդեցության միջավայրում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն օր Տեր Հիսուսին մոտենալով դու օգնություն և զորություն ես ընդունում բոլոր բարիքների Աղբյուրից։ Բ Պետրոս 1:3-4 խոսքեր. «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ ճանաչեցնելով Նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ Նա է այն սերը, որի կարիքը դու այդքան շատ ես զգում։ Նա է այն ուրախությունը, որն առաջ է մղում քեզ և թարմություն հաղորդում քո կյանքի ընթացքին։ Եվ Նա է այն զորությունը, որն ամեն օր օգնում է քեզ քո առօրյա կյանքում։ Իսկ Նրան մոտենալու կերպը աշխարհի ցանկությունների ապականությունից հեռանալն է։ Այսպիսով, երբ քո կյանք են այցելում իրավիճակների սև ու մութ ամպերն ու դու բախվում ես կյանքի գորշ եղանակների իրողությանը, ապա ժամանակն է, որ գնաս դեպի բարիքների Աղբյուրը և ստանաս Նրանից այն, ինչի կարիքն ունես, որպեսզի նորից լիություն վերապրես կյանքի տորերում, կրկին ցնծաս քո կյանքում և այդ ցնծությունից փայլատակես ու շողշողաս քո շրջապատում։ Հնարավոր է լինել դրական և անգամ խանդավառ, երբ շուրջդ ամեն ինչ գորշ է և ընկճող։ Հնարավոր է լինել ջանասեր ու ջերմեռանդ, նույնիսկ եթե մռայլ ամպերը մեր տեսադաշտից պատնեշել են արևի պայծառ շողերը։ Այո՛, հնարավոր է, եթե մարդը Տեր Աստծու հետ է անցնում իր կյանք այցելած դժվարին ընթացքը և Տեր Աստծու Սուրբ Խոսքի օգնությամբ սովորում է Նրան ամեն օր ավելի ու ավելի մոտենալու կերպը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։